Բարի լույս, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ունենք հնարավորություն ձեզ ողջունելու, իսկ տաղավարից ձեզ ողջունում են Սուրենը, Սոնան եւ իհարկե Ադրինեն։ Բարի լույս ելի Սուրեն, բարի լույս ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղի եթերում, աշխատանքային շաբաթը սկսում ենք միասին շատ բարձր տրամադրությամբ եւ ես բոլորիս մաղթում եմ շատ պրոդուկտիվ եւ շատ դրական շաբաթ, աշխատանքային շաբաթ եւ հետո հանգստյան օրեր։ Դե նախորդ հանգստյան օրերը բավականին բուրն էին Սոնա, ինչպես արդեն բոլորս տեղյակ ենք, խոսքը իհարկե Եվրատեսիլի ֆինալի մասին էր, մենք բոլորս չէինք համաձայնվում արդյունքների հետ, որովհետեւ իրոք պիտի ասենք, որ մեր ներկայացուցիչը Պարգը բավականին լավ երգեց, բավականին լավն էր շոուն եւ բավականին ճիշտ եւ հավուր պատշաճի ներկայացավ։ Դե թե ինչու իհարկե երգը Եվրոպայի կողմից չարժանացավ գնահատականի, սա արդեն իրենց խնդիրն է, բայց այն որ Պարգը շատ լավ երգեց, դա իհարկե փաստ է։ Եվ ես ուղղակի մի բանի եմ ուզում անդրադառնալ, ինչպես ֆուտբոլային հանդիպումներից հետո, երբ պարտվում է Հայաստանի Հանրապետության հավաքականը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, միշտ ինչ-որ մեղավորներ են փնտրում, ուզում են հասկանալ ինչու, ինչպես։ Ես կարծում եմ, այս դեպքում էլ նման քննարկումները շատ էին համացանցում, չգիտեմ, մեղադրում էին ով է ուղարկել, ինչ է եղել եւ այլն, բայց եկեք փաստենք եւս մեկ անգամ, որ իսկապես Հայաստանի ներկայացուցիչը ֆանտաստիկ ներկայացրել է երկիրը եւ թե ինչ հորիզոնական է զբաղեցրել, դա այդքան էլ կարևոր չէ, կարևորը ինչպես է ներկայացել։ Իսկ նա ներկայացել է այսպես պայթեցնելով բեմը։ Այո, եւ իհարկե ինչպես հիշում ենք նախորդ շոուի ժամանակ հենց Եվրատեսիլի կազմակերպիչները ներկայացեցին բոլորին երգերը, որոնք մեծ ճանաչում են գտել հանդիսատեսի կողմից, բայց չեն հաղթել եւ հենց Ռոզալինի երգը գիտենք 1 միլիարդից ավելի սթրիմինգային հարթակներում ունի ճանաչում, դե բայց չհաղթեց։ Դե ես կարծում եմ, որ նույնը նաեւ շատ երգերի դեպքում է, հենց Պարգի դեպքում նույնպես այդպես կլինի, որտեղ իրոք շատ լավ երգեց։ Դե եթե վերցնենք հաղթողին, հա, գնահատականը, շնորհավորում ենք իհարկե հաղթողին, բայց դե ֆանտաստիկ էր, խոսք չկա, բայց մի հատ բան կա, հա, եթե սա էստրադային մրցույթ է, հա, երգի մրցույթ է, միշտ էլ օպերային, հա, դասական վոկալը բավականին միշտ էլ հաղթող է դուրս գալիս, մի քիչ անարդարություն կա, որովհետև ըստ ինձ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եթե դասական ու էստրադայինը իրար հետ ներկայանան, բնականաբար դասականի ինչպես ասում են, տեմբրը շատ հզոր է, դասականի հնարավորությունները հզոր են եւ միշտ էլ հաղթելու է դասականը։ Բայց վստահ ես, որ սա երգի մրցույթ է, Սուրեն։ Ես վստահ չեմ։ Մինչև վերջին հայտարարումը վստահ չէի, որ երգի մրցույթ է, բայց վերջում երգը հաղթեց։ Ինձ համար եւ մեր այն հեռուստադիտողների համար, ովքեր չեն դիտել Եվրատեսիլը, այսպես ամփոփիչ ասենք ինչ է եղել։ Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 17-ին կայացել է Եվրատեսիլ 2025 երգի մրցույթի եզրափակիչը եւ մեր պատվիրակը Պարգը գրավել է 20-րդ հորիզոնականը, իսկ հաղթող է ճանաչվել Ավստրիայի ներկայացուցիչը։ Նա ստացել է 436 միավոր։ Եթե հաշվի առնենք, որ մյուս տարի Եվրատեսիլի հոբելյանական շոուն է, հա, 70-րդ։ Ավստրիայում փաստորեն։ Այո, սա նշանակում է, որ Եվրոպան որոշեց 70-րդ անցկացնի եվրոպական երկրում, որտեղ իհարկե կարծում շատ գեղեցիկ ու շքեղ շոու կարող են կազմակերպել։ Եվս մեկ անգամ շնորհավորենք մեր ներկայացուցչին ֆանտաստիկ ելույթի համար եւ սիրելի հեռուստադիտողներ, Եվրատեսիլը այն մրցույթը չէ, որը պետք է ծանր տանել, այնպես որ անցեք առաջ ուշադրություն մի դարձրեք։ Պարգից ֆավորիցունը։ Ես միայն Պարգի ելույթն եմ նայել, սիրելի Սուրեն, ես չեմ նայել։ Ես ունեի օրինակ բաներ, հա, Էստոնյան կոֆե մակիատոն, կարծում եմ, որ արժանի էր հաղթանակի, որտեղ շատ վիրուսային երգ է ու Ցավոք հիմա քեզ հետ քննարկել չեմ կարող, որովհետև իրոք ինձ համար անհետաքրքիր է մրցույթը, բայց մեր երկրի ներկայացուցիչին շատ սիրել է, երգը շատ սիրել է, կատարումը շատ սիրել է, հետո արդեն շոուն էլ բավականին հետաքրքիր էր, դրա համար իր կատարումը նայել եմ, լսել եմ, բայց մնացածը ոչ։ Դե անցնենք իհարկե, ինչպես խոսեցինք դասական արվեստից, հիմա տեղափոխվենք դասական ֆիլմաշխարհ, որտեղ իհարկե ունենք շատ կարևոր հոբելյար։ Այո, մայիսի 19-ն է դեպ այսօր, օրը երկուշաբթի եւ այսօր հայ կինո ռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան Հայ ֆիլմ կինոստուդիայի հիմնադիր Համո Բեկնազարյանի ծննդյան օրն է։ Կինո կարիերան սկսել է 1914 թվականից, խաղացել է տարբեր դերեր եւ նկարահանվել ավելի քան 70 ֆիլմերում։ Բեկնազարյանի տաղանդի ճանաչումը միայն Հայաստանով չէր սահմանափակվում։ Նա նաև դասվում է ռուսական համր կինոյի աստղերի շարքին։ 1915 թվականից Համո Բեկնազարյանը Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի Մոսկվայի կինոստուդիաներում, խաղացել է մոտ 100 դեր։
1921 թվականից եղել է Վրաստանի Լուս Ժող կոմիտեի կինոբաժանմունքի վարիչ, ապա կինոստուդիայի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանվել է Անարգան Քիսյան մոտ կորսված գանձեր Նաթելա կինոնկարները։ 1924 թվականին, երբ նկարահանվում էր հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը Նամուսը, ֆիլմում Բարխուդարի կերպարը բեմադրիչ Համո Բեկնազարյանը վստահեց թատրոնի մեծանուն հայ դերասան Հովհաննես Աբելյանին։ Համո Բեկնազարյանն իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայ կինոյի զարգացմանը։ Ռեժիսորի կյանքին եւ ստեղծագործության անդրադարձել են հայ եւ օտարազգի բազմաթիվ կինոգետներ։ Բեկնազարյանը հեղինակ է Հուշեր դերասանի եւ կինոռեժիսորի գրքի։ Դե ինչ, շնորհավոր ենք նաև բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր տոնում են այսօր իրենց տարեդարձը եւ դիտում են մեզ, ձեզ մաղթում ենք շատ հրաշալի տոնական գեղեցիկ օր եւ իհարկե շարժվելով առաջ, ես վստահ եմ, որ այսօր երկուշաբթի առավոտը շատ խցանումներով լի էր Երևանում, մայրաքաղաքում, ես ինքս բավականին դժվարությամբ եմ հասել տաղավար, սակայն հասել եմ ժամանակին, որը որ այս դեպքում զարմանալի էր եւ հիմա առաջարկում եմ իհարկե փաստերով ծանոթանանք, թե ինչ է կատարվում երկուշաբթի առավոտյան մայրաքաղաքի փողոցներում։ Սոնա երկուշաբթին այդքան էլ երկուշաբթի չի, Ոնց որ արդեն, որովհետեւ մի քիչ առաջ, մի այդպես կես ժամ առաջ լրիվ ուրիշ վիճակ էր։ Բայց վթարները շատ է, ինչպես ասում են, Սարալանջի հատվածում կա 2 վթար արդեն իսկ, որի հետևանքով տեղ-տեղ խցանումներ կան։ Կիևյան կամուրջը դեպի բարեկամություն բարձրացող հատվածը Բաղրամյանի ճնողը Օրբելին նույնպես խցանված է, խցանումները Կոմիտասի հատվածում, հա, Կոմիտասի պողոտա, Վաղարշ-Վաղարշյան, այս դեպքում փոքր կենտրոն, Աթենքի փողոց, Մաշտոց պողոտան երկկողմանի խցանված է այս պայդրությամբ, դե այստեղ Սարալանջում արդեն վթարներ կան եւ այս առիթով էլ արդեն կան կոնկրետ խցանումներ։ Այսպիսին է, երևի թե առավոտյան մայրաքաղաքը, հա, սովորականի նման երկուշաբթին համաձայն ոչ այդքան սարսափելի, բայց խցանումներ կան, դե հաշվի առնենք, որ շուտով նաև վերջին զանգի տրամադրությունն է աշակերտների մոտ, իսկ դպրոցներում կամաց արդեն այս շաբաթ եզրափակվում է դասային վիճակը եւ գալիս են արձակուրդները, ինչի պատճառով էլ կարծում եմ ավելի կթեթևանա երթևեկությունը, բայց Այո, հիմա առաջարկում եմ, որպեսզի տեղափոխվենք խոհանոց, ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ եւ իհարկե բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, ողջունում եմ ձեզ։ Ես իմիջիալից շատ կարոտել էի ձեզ, հուսով եմ դուք էլ մեզ, որովհետեւ այս հանգստյան օրերը մի տեսակ անսովոր է, որ մենք ձեզ հետ շփում չենք ունենում, բայց հուսով եմ միացել եք մեզ եւ մենք էլ կփորձենք էլի ինչ որ կերպ ձեր տրամադրությունը բարձր պահել։ Եվ իհարկե ես կառաջարկեմ օրվա բաղադրատոմսը։ Այսօր որոշել եմ պատրաստենք միասին ֆունչոզա։ Բոլորդ կարծում եմ գիտեք դա ինչ է, ինչի մասին է խոսքը, բրնձի այլուրով պատրաստված այս հրաշալի բարակ վերմիշելի տարբերակները, այսպես կարելի է ասել, մակարոն չեմ կարող ասել, որովհետև շատ ավելի բարակ են, քան սպագետին է, ավելի շատ նման է վերմիշելի, բայց հատկապես պատրաստված բրնձի ալյուրով։ Իհարկե ունի նաև ուրիշ տարբերակներ, եւս ուրիշ ալյուրներից պատրաստած նույն հնդկաձավարի ալյուրով կամ սովորական ցորենի, բայց այսօր մենք օգտագործելու ենք հենց այս տարբերակը։ Բնականաբար ասիական խոհանոցին է պատկանում այս բաղադրատոմսը, շատ են պատրաստում ասիացիները այս ուտեստը եւ շատ տարածված է իմիջիալոց։ Մենք էլ բոլորս վաղուց արդեն Հայաստանում սա պատրաստում ենք։ Իսկ ինչ է պետք այս բաղադրատոմսը այսպես իմի բերելու համար, մեզ պետք է ֆունչոզան, որը տաք ջրով ուրեմն մենք թրջելու ենք, հավի կրծքամիս, այն պետք է տապակենք եւ պետք է տապակենք այս գեղեցիկ գունավոր պղպեղներով, ահա ես այստեղ 3 գույնի եմ ընտրել, բայց որքան շատ լինեն պղպեղները, այնքան ավելի համեղ, օգտակար եւ գեղեցիկ։ Եվ իհարկե ունենք կանաչ սոխ, որը վերջում պարզապես կանաչ հատվածները ես օգտագործելու եմ ձևավորման համար եւ այստեղ ասեմ հավելումներ ունենք, սոյայի սոս պետք է օգտագործենք եւ ամենավերջում զարդարենք քունջութով, բայց քունջութը նաեւ շատ օգտակար է, դուք բոլորդ գիտեք, եթե կարողանանք օրվա ընթացքում որոշակի ուտեստների վրա քունջութ ավելացնել եւ ճաշակել, հավատացում եմ մեր օրգանիզմը ավելի առողջ կլինի, իմունային համակարգը ավելի ամուր կլինի։ Եվ այսպես ես անցնեմ առաջ, հագնեմ իմ գոգնոցը եւ ձեռնոցները եւ առաջին հերթին մշակենք հավի կրծքամիսը։
Հավի կրծքամիսը պետք է սիրելիներս կտրատենք բարակ շերտերով ու տապակենք գազօջախին։ Բնականաբար շատ համեմունքներ եմ էլի օգտագործելու։ Իմիջիալոց նշեմ, որ ասիական խոհանոցում էլ համեմունքները շատ գերակշռող մաս են կազմում, այնպես որ այս տարբերակում էլ հաստատ մենք այն օգտագործելու ենք։ Իհարկե տարբերակները ըստ ճաշակի ես իմ առաջարկն եմ անում, ինչպես միշտ դուք էլ ընտրում եք ձեր սիրելի տարբերակը։ Ահա, սկսենք մեր աշխատանքը։ Մեզ մեծ դանակ է պետք այս պարագայում, ահա։ Այսպես շերտատենք, երկարավուն գեղեցիկ այսպիսի շերտերի կվերածեմ հավի կրծքամիսը, որ ավելի գեղեցիկ եւ համահունչ ստացվի։ Սովորաբար այս ուտեստին հենց պետք են այդպիսի շերտեր։ Որ հատվածը լայն կլինի, ես մեջտեղից եւս մեկ կես կանեմ, որպեսզի բարակ ստացվի, ահա այսպիսի շերտեր, սիրելիներս։ Կարծում եմ շատ պարզ է արդեն ամեն ինչ։ Սիրելիներս, ես կզբաղվեմ այս գործով, հիմա մի փոքր դադար կլինի, բայց դուք մնում եք մեզ հետ, որպեսզի հետո միասին շարունակենք։ Դադար մեր եթերում։ Բարի լույս, ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք ունենք շատ բարձր տրամադրություն։ Այո, տրամադրությունն ենք բարձր, որովհետեւ ինչպես արդեն նկատեցինք, արևը ժպտում է բոլորիս եւ սկսվում են արդեն գալանային տաք օրերը։ Իսկ ընդամենը մեկ շաբաթ հետո արդեն ամառը կդիմավորենք բոլորս միասին։ Դե իհարկե երեկոներն արդեն տաք են, ջերմ են եւ կարելի անցկացնել բացօթյա տրամադրության մեջ եւ այդ տրամադրությունը ավելի գեղեցիկ դարձնելու համար Իջևանի գինու գործարանն առաջարկում է Breeze ռոզե փրփրուն գինին, որը հաստատ համոզված եմ գեղեցիկ լրացում կլինի ձեր ընկերական գեղեցիկ հավաքույթին։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատ պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Դե իհարկե շարունակում ենք մեր այս տրամադրությունը եւ վերջերս մի շատ գեղեցիկ բացահայտում արեցինք, որ Պեկինի օտար լեզուների համալսարանի հայոց լեզվի բաժնի չինացի ուսանողները ապարում են հենց մեր Նեմրա խմբի Առնեմ Էլնեմ երգի ներքո։ Դե տեսնենք թե ինչ է ստացվել դրանից եւ բրավո Պեկինի ուսանողներին։ Ողջունենք Վանին եւ ամբողջ թիմին, Նեմրա խմբին եւ իհարկե Նեմրան շատ սիրուն երգեր ունի, որը չինացիներն է հասել նաեւ։ Դե կուղարկենք հաջորդ երգերը Պեկին, որպեսզի այնտեղ էլ, հա, արդեն հաջորդ կուրսը նարեն կուղարկենք։ Ասlen հաջորդ երգերի մշակմանը, բարի տեսքով։ Հիմա իհարկե պետք է տեղափոխվենք ոչ թե Պեկին, այլ մի շատ գեղեցիկ վայր, որն առաջարկում է մեր Արտուրը, հասկանալու համար, թե որտեղ կարելի անցկացնել մոտակա շաբաթ կիրակին։ Հարիճավանքը միջնադարյան Հայաստանի վանական համալիր է եւ գլխավոր եկեղեցին կառուցվել է 1201 թվականին Իվանե եւ Զաքարե Զաքարյանների կողմից, իսկ հնագույն եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։
իսկապես որ զոր ու միևնույն ժամանակ խաղաղ էներգետիկա իր մեջ պարունակող վանք է Հառիճավանքը, իսկ հիմա առիթ կունենանք զրուցենք Հառիճավանքի վանահայր Տեր Վաչեի հետ, ով ոչ միայն Հառիճավանքի վանահայրն է, այլ նաև Հառիճավանքի տարածքում գործող Թրպանճյան ընծայարանի տնօրենն է։ Հառիճավանքի վանական համալիրը մեր միջնադարյան կարևորագույն վանքերից եւ սրբավայրերից է։ Իր պատմությունը սկսվում է վանքի 7-րդ դարից։ Այստեղ մենք տեսնում ենք Սուրբ Գրիգորոս եկեղեցին 7-րդ դարում, հա, թվագրված։ Այնուհետև արդեն 13-րդ դարի սկզբին 1201 թվականին կառուցվում է գլխավոր եկեղեցի, որը կրում է Սուրբ Աստվածամոր անունը։ Ինչպես բնորոշ է մեր հին վանքերին, այստեղ միշտ դպրոց է եղել, այսինքն վանական դպրոց է եղել, այստեղ սովորել են, կրթվել են։ Եվ ոչ միայն աստվածաբանական, կրոնական առարկաներ, այլ նաև ընդհանրապես աշխարհիկ նաև գիտություն են ստացել։ Եվ իբրև այդ ամենի կարևոր շարունակություն արդեն 19-րդ դարում կարծես թե վերաբացվում է վանական դպրոցը այստեղ, հիմա ներկայումս արդեն կոչվում է Թրպանճյան ընծայրան Հառիճավանքի, բայց կարելի է լիովին ասել, որ դա այդ նույն կրթական ժառանգության շարավիղն է կազմում։ Պատմություն կա արդեն 18-րդ դարում 1790-ականներին, երբ որ ընդհանրապես Պարսից Ղալիման խանը, Շիրակ աշխարհականը, որ ինքն էր տիրապետում, նստում էր Արթի քաղաքում, եւ ահա մեկ այլ մահմեդական ցեղախումբ, հերոսակախումբ հարձակվում է Շիրակ աշխարհի վրա, հարձակվում է նաեւ Ղալիման խանի վրա, աղա Մահմեդը, եւ Ղալիման խանը փորձում է փախչել եւ ապաստան է գտնում հենց Հառիճավանքում եւ երբ որ հարձակվում են գրավելու Հառիճավանքը եւ նաեւ գերի վերցնելու այդ Ղալիման խանին, ինքը խնդրում է որպեսզի չկործանեն վանքը, քանի որ իրենք ամբողջը կործանելով եթում էին, գնում էին, այսինքն ինչ որ կար որևէ շինություն իրենք բոլորը հողի են ավացարեցնում։ Այնքան շքեղ է վանքը, որ նույնիսկ Անշուշտ, այո, ինքն է աղաչում, որպեսզի վանքին ձեռք չտան, որտեղ ինքը իր փառապանծ գեղեցկությամբ բավական այսպես մարկային աչքին անտարբերության չէր տրվում եւ իբրև իր խնդրանքին ընթառաջ եւ նաեւ տեսնելով իրենք իրապես այդ վանքի գեղեցկությունն ու վսեմությունը ձեռ չեն տալ եկեղեցին եւ չի կործանում եկեղեցիները Հառիճավանքի եւ այդ պատճառով իրենք թողում են վանքը կանգուն իհարկե գերեվարելով արդեն այդ Ղալիման խանին։ Երևի գնանք դպրոցի տարածքով շրջենք դպրոցի հետ։ Այո, անշուշտ կարող ենք ներս մտնել արդեն մեր ուսումնական կրթօջախը հաստատ հետաքրքիր է։ Հայր Վաչե, շնորհակալ ենք ձեզանից։ Ես եւս հատկացրեցի։ Սիրով։ Հառիճավանքի մասին ինֆորմացիա ունեինք, բայց որոշեցինք, որ դուք ել ավելի որպես էստեղի վանահայր մեզ ավելի հստակ, ավելի մատչելի, ավելի հարուստ կպատմեք ու ինֆորմացիան կտաք ու հաստատ հեռուստադիտողները շնորհակալ ու մեր նպատակն է որպեսզի պատմական արժեք, կրոնական արժեքը ել ավելի մոտ պահենք մեր հայազգին։ Շատ ճիշտ է, ես եմ շնորհակալ ձեր հյուրընկալվելու համար, որ այցելեցիք մեր գեղեցկագույն վանքերից մեկ Հառիճավանքը, որ նաև պատմագրության մեջ նշվում է իբրև Շիրակ աշխարհի գեղեցկուհի, այդպես է ցուցադրվում։ Ինքով ենք որոշել գալ, այլ ընտրանք չկար։ Այո։ Մենք պետք էր Հառիճավանքը անպայման Շատ ճիշտ ընտրություն է կարա եւ վստահ եմ, որ պիտի այդ ընտրության մեջ մեծ հաջողություններ լինի։ շնորհակալ եմ։ Ես եւս շնորհակալ եմ։ Հառիճավանքի տարածքում կա այսպիսի գեղեցիկ ժայռից առանձնացված մատուր ու այս մատուրի վերաբերյալ կա մի
լեգենդ, ըստ որի սելջուկ թուրքերի արշավանքների ժամանակ սելջուկ թուրքերը ընկնում են իշխանադստեր հետևից, իշխանադուստրը փախչելով գալիս ու մտնում է այս մատուռ ու ըստ լեգենդի այնքան է աղոթում, որ չգիտեմ ինչպես ինչ հրաշքով մատուռը ժայռից առանձնանում է ու այդ ամենը սելջուկ թուրքերը տեսնելով վախենում ու փախչում են։ Ահա այսպիսի ուժ ունի հավատքը, այսպիսի ուժ ունի աղոթքը։ Դուք երևի ինքներդ ձեզ կհարցնեք, ուր գնալ Գալիք Հանգստյան օրերին, իսկ ես կպատասխանեմ՝ Հարի Ճավանք, պատմական եւ կրոնական արժեքները վերաբացահայտելու համար։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը Գյումրիում, Հայաստանի մշակութային սրտում, որտեղ ամեն անկյունում շնչում է պատմությունը, արվեստը, դե եւ իհարկե համը։ Իսկ եթե փնտրում եք մի վայր, որտեղ կարելի է համադրել այս ամենը, ուրեմն բարի գալուստ Շիրազ սրճարան եւ ռեստորան։ Շիրազ սրճարան-ռեստորանը մի վայր է, որտեղ կարող ես մոռանալ ժամանակի մասին, ընկնել մտորումների մեջ ու զգալ, թե ինչպես է պոեզիան դառնում իրականություն։ Շիրազում ամեն բան հիմնված է մարդկային պարզ շփման վրա։ Կապ չունի այստեղ առաջին անգամ եք եկել, թե որերորդ անգամ, այստեղ ձեզ դիմավորում են ու ողջունում են այնպես, կարծես վաղուց են ճանաչում։ Եվ հենց այդ մարդկային պարզ հարաբերություններն են, որ հաճախորդներին ստիպում են կրկին ու կրկին վերադառնալ Շիրազ։ Շիրազ ռեստորան սրճարանը դա պարզապես ճաշելու վայր չէ։ Այստեղ ջերմությունը, սերը, կոլորիտը, համերը ամբողջը դառնում են հուշեր։ Իսկ դե իհարկե էլուր առանց մեր անդավաճան գործընկեր Իջևանի գինու եւ կոնյակի գործարանի Սարգոն գինու։ Այս ամենը զարդարում է Սարգոն գինին։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, ես ճաշեմ, հավաքվեմ էներգիայով, վայելեմ Շիրազ սրճարան եւ ռեստորանի այս մեղմ յուրահատուկ մթնոլորտը ու շարունակենք մեր եթերը։ Ուզում եմ անկեղծ կարծիքս ասել, ամեն ինչ Շիրազի պոեզիայի նման նրբագեղ է ու էսթետիկ։ Իսկ հասցեն Հովանես Շիրազ 31, քաղաքի հենց սրտում։ Բարի ողջույն իմ սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին։ Սիրելիներս, ես արդեն կտրատել եմ հավի կրծքամիսը եւ հիմա պետք է տապակենք։ Ահա, եւ բուսայուղը արդեն տաք է, տաք վիճակում է։ Ես եւս մեկ անգամ կրկնեմ, թե այսօր ինչ ենք պատրաստում, սիրելիներս, մենք ֆունչոզա ենք պատրաստում, ինչի համար մեզ պետք է հավի կրծքամիս, որը հենց հիմա տապակում ենք, եւ ֆունչոզան ահա այստեղ է, ողջույն Սուրեն ջան։ Այս ինչ շատ գեղեցիկ գունավոր, ծաղկաշատ խոհանոց։ Այո, ես այսպես տրամադրությունս շատ գարնանային է դեպի ամառ, արդեն պատրաստում ենք ամռանը դիմավորել, այնպես որ պետք է ծաղիկներ միշտ ունենանք ու գունավոր այսպեսի մթերքներ, այո։ Վարդեր բերեմ պարտեզից, պարտու բերեմ աղբյուրից, ջան։ Այսպեսին է այսօրվա առավոտը։ Դե Ադրինե, ինչ համեղ բան ես մեզ պատրաստում։ Այո, այսօր ֆունչոզա ենք պատրաստում, քիչ հետո շատ համեղ օգտակար եւ թեթև սա սնունդ է, ինչպես ասացի, բրնձի ալյուրով պատրաստված է ֆունչոզան եւ օրվա ընթացքում մեր հեռուստադիտողն էլ կարող է այսպես որոշել եւ մեկ անգամից շատ արագ պատրաստել այն։
ասեմ, որ պետք է թրջենք եռացրած ջրով, ընդհանրապես պետք է թրջենք, եփել պետք չէ։ Երբ թրջեցինք, այն կջրքամեմ, կավելացնեմ այս բոլոր մթերքների վրա, այսպես մեկ անգամ եւս իրար հետ կմիախառնվեն, կտապակվեն եւ արդեն կմատուցենք։ Ինչ լավ։ Հիմա այս պահին, երբ սկսի տապակվել հավի կրծքամիսը, ես այստեղ գիտես, բազում համեմունքներ ունեմ եւ կօգտվեմ այս համեմունքներից։ Շարանից համեմունքներից։ Այո, այս մեծ զամբյուղից շարանից կօգտվենք եւ այնտեղ կավելացնենք նաեւ սոյայի սոուս։ Սոյայի սոուսով շատ համեղ է ստացվում եւ ինչ ասիական խոհանոց, եթե չլինի սոյայի սոուս։ Այո, իհարկե։ Իդեպ սոյայի սոուսը շատ օգտակար է եւ փոխարինում է աղին։ Այո։ Ինչի դեպքում իհարկե կարելի է աղը քիչ օգտագործել, գիտենք աղի վնասակար հատկությունների մասին եւ բնականաբար արդեն քիչ օգտագործելու դեպքում փոխարինեք այն սոյայով, ինչը շատ համահունչ է։ Շատ համահունչ է ու տեսնենք թե ինչ պատահեց մեր գազօջախի հետ, որ նա փոշմանեց աշխատել։ Ահա, քիչ հետո կարգի կբերենք, այս ընթացքում կավելացնեմ համեմունքները։ Ես քեզ օգնեմ ինչ-որ բանով։ Դու ինձ կարող ես դու ճանաչում ես համեմունքները։ Եթե ես քեզ ասեմ, Գույներով դու փոխա։ Լավն է, դու ճանաչում։ Իհարկե ոչ, Դու ճանաչում ես նրանց։ Ոնց ասեմ ոչ։ Ոչ, լավ, ուրեմն սպիտակ է։ դեղին է քրքումը կարող ես փոխանցել ինձ։ Քրքում։ Այո, շնորհակալ եմ։ Էլ։ Ինչ բան է արել։ Ես կվերցնեմ, ահա, խմելի սունելին, որը շատ համահունչ է։ Մշտապես ես հեռուստադիտողի հետ խոսում եմ այս մասին, կիսվում եմ նրա հետ, որ խմելի սունելին շատ համահունչ է ընդհանրապես մսամթերքի հետ եւ հատկապես թրջնամսի, այո, սա էլ է շատ կարեւոր։ Կծու պետք է հատկապես կծու օգտագործենք այս պարագայում այս մսի հետ, ահա կծու կարմիր պղպեղ, մի քիչ սխտորի փոշի, այսպես, եւ իհարկե աղ, անկախ նրանից սոյայի սոուս օգտագործելու ենք, բնականաբար մենք փոխարինում ենք այն աղով, բայց մի քիչ պետք է աղ, մի փոքր, այո, մի քիչ անհրաժեշտ է, ահա ավելացնենք սոյայի։ Հիմա իհարկե վաճառում են նաեւ ծովի աղ ասածը, որը մի քիչ ավելի համեմատաբար իհարկե անվնաս է, մի քիչ Դե եթե չափի մեջ է, բնականաբար միշտ էլ անվնաս է, բայց եթե չափ անցնում ենք, իսկ ես աղակեր եմ եւ չափն անցնում եմ, եւ դրա հետ կապված նաեւ ասում եմ, որ դա վնասակար է։ Այո, չափը երբեք պետք չէ անցնել եւ ոչ մի հարցում, ոչ միայն աղի եւ այլն, մթերքների, որ աղակեր դառնում են հատկապես այն դեպքում, երբ որ վատ սովորություններից սիգարետի, ծխելն արկա եւ շատ մեծ քանակությամբ, այս դեպքում դու համի զգացողությունը ծխելու ընթացքում բթանում է եւ դու փորձում ես ավելի շատ աղ ավելացնես ուտելիքի մեջ, որպեսզի գոնե հագեցնես այդ համի զգացողությունը ավելի սրվի եւ կամած դառնում ես աղակեր, ինչը բերում է նաեւ առողջության վատ թարացման ադրին է, այս բանը։ Ես չգիտեի այդ մասին, բայց ես ինքս իմ փորձից եմ ասում, ճիշտ է, արդեն 15 տարի է ինչ սիգարետ չեմ ծխում, զերծ եմ մնացել այդ վատ սովորությունից, բայց ժամանակին այդ վատ սովորությունը ունենալով ես ինքս փորձում եի ավելի շատ աղ օգտագործել ուտելիքի մեջ, որպեսզի կարողանամ ուտելիքի համը զգամ ու այդպես հետո սիգարետը մի դենն էտեցի, բայց աղը տենց էլ մնաց։ Ես այնուամենայնիվ մի փոքր ասեմ, որ առանց աղը իրականում այնքան վատ բան չէ, ինչքան մենք մեր մոտեցումներ չափի մեջ նա շատ անհրաժեշտ է եւ մեր օրգանիզմի, մեր առողջությանը շատ անհրաժեշտ է, բայց չափի մեջ, բայց համն ու հոտը հենց աղն է, եթե որևիցե կերակուր մի փոքր անալի է լինում, մի տեսակային չէ։ Մենք այս պահին կունենանք կարճ դադար, հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրերին, իսկ այնուհետև արդեն կվերադառնանք խոհանոց։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ հաջողության հասնելու տարբերակները իհարկե բազմազան են։ Երաժիշտ Վահան Նահապետյանը համոզված է, որ եթե ցանկանում ես հասնել ինչ-որ բանի, պետք է ինքնուրույն քրտնաջան աշխատես։ Գեղեցիկ ու հայտնի կատարումների հեղինակն այսօր երգչուհի Գայանե Թադևոսյանի հետ ներկայանում է նոր տեսահոլովակով։ Եվ այս առիթով մեր տաղավարում են հենց իհարկե երաժիշտ գործիքավորող Վահան Նահապետյանը եւ իհարկե հեղինակ կատարող երգահան Գայանե Թադևոսյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ոնց ենք։ Հրաշալի։ Հրաշալի, ինչ լավ է։ Ունենք նոր աշխատանք, կոչվում է Քո գրպանում։ Այո։ Վաու։
Ինչն է, սերն է գրպանում, ինչն է։ Այո, ճիշտ նկատեցիք, քանի որ բոլոր երգերի հիմքում կարծում եմ հենց սերն է ընկած եւ սիրո շնորհիվ են ստեղծվում ամենագեղեցիկ ստեղծագործությունները եւ հակառակը դրա պակասությունից ամենամեծ չարագործությունները եւ երգը հենց դրա մասին է։ Համագործակցության մասին կուզեմ պատմեք մի փոքր։ Համագործակցությունը այսպես չնախատեսված էր։ Ընկերներիցս մեկը պատմեց Գայանեի մասին եւ ուղարկեց իր կատարումներից մեկը Facebook-յան հարթակում տեսանյութեր։ Ես լսեցի ու զարմացա, որովհետեւ ես շատ այսպես դժվար եմ հավանում որևիցե բան։ Շատ դժվար։ Եվ հետաքրքրեց, որոշեցի մի թավշյա նամակ գրեմ Գայանեին եւ ուրախությունից ինձ չբլոկեց եւ պատասխանեց եւ որոշեցինք համագործակցել եւ այս երգը գործիքավորեցի քո գրպանում շատ ինձ դուր եկավ հետո Գայանեն որոշեց տեսահոլովակ նկարել եւ մենք նաեւ որոշեցինք այսպես ասած շնորհանդես կատարել տեսահոլովակի մի խոսքով արվեստագետին վայել այսպես ճանապարհով եւ հիմա ուզում ենք ներկայացնենք նաեւ հանդիսատեսի դատին։ Իսկ խոսքի երաժշտության հեղինակը։ Խոսքերի երաժշտության հեղինակը, սցենարի հեղինակը, տեսահոլովակի ես եմ, ու ես շատ զարմացել էի իրականում, որ Վահանը ինձ գրեց, արթնացել էի քնիցս ու որոշում եմ ստուգել, թե ինչ է կատարվել վերջին 8 ժամում, երբ դեռ քնած էի աշխարհում, տեսնում եմ ինձ գրել է Վահան Նահապետյանը, իրեն դեռևս մանկուց էի ճանաչում ու գիտեի, որ աշխատում է հայտնի երաժիշտների հետ ու չեմ հավատում, որ ինքն է ճիշտ ասած։ Ֆեյք է իմացել։ Եվ երբ ստանում եմ ձայնային հաղորդագրությունը ու հասկանում եմ փաստորեն հավանել է եւ ուզում է մենք աշխատենք, երբ ինձ առաջարկում է համագործակցել, այս երգը շատ կիսատ մնացած հին երգերից էր ու չէի կարողանում տարիներ շարունակ ավարտել, ընդամենը 1 ժամում ավարտում եմ եւ անցնում ենք աշխատանքի, այո։ Եկել էր երգի ժամը։ Մոտիվացիաներ պետք։ Դե ես առաջարկում դիտենք այս բանը տեսահոլովակը, հետո արդեն շարունակենք զրույցը մեր։ Volume
կարող ես տխրությունը քո քամել իմ բաժակում Շնորհավորում ենք։ Շնորհակալ Հետաքրքիր է ռոքային մոտեցումը ի սկզբանե էր երգում, թե Վահանի առաջարկներ։ Իրականում գործիքավորման ժամանակ ես եմ Վահանին ստիպել, որպեսզի իմ ուզած գործիքները Խանգարում անպայման էի։ լինի։ Խանգարում էի։ Այո, Շատ եմ մենք խանգարում։ վարկյանի վրա աշխատել ենք միասին։ Ինքը պնդում էր, որ պետք է ագրեսիվ լինի, հատկապես կրկներքի մասը, եւ մենք, այսպես ասած, փորձեցինք համաձայնության գալ տան հատվածը պետք է լիներ հանգիստ, դա իմ, այսպես ասած, պահանջներ, իր պահանջներ, որ պետք է ռոք լիներ ինչ որ չափով։ Մի խոսքով մի կերպ բարիշեցինք իրար հետ, երգը իրականացրեցինք, բայց մենք կանգ չենք առնելու, ուզում ենք շարունակենք նաև մյուս երգերը, ավելի հետաքրքիր ինչ որ մոտեցումներ, բայց ես միշտ ասել եմ Գայանեի մեջ կա հետաքրքիր ինչ որ առանձնահատկություն, երաժշտական մտածողություն կա։ Այո, հետո ձայնի մեջ կա շատ հետաքրքիր։ Ես իրան Էնյայի հետ եմ համեմատել, ասել եմ շատ մոտ է Էնյային, քո մտածողությունը, կատարումը, նույնիսկ ձայնի գույները նման են։ Էնյայից ոչ մի բան չկար, բայց Չէ, այստեղ չկար Էնյայից ոչ բան, բայց ես Գայանեին Ստեղծագործական փոքրիկ անհամաձայնություն։ Գայանեին բավականին լավ ուսումնասիրել եմ այդ առումով, իր մեջ կա այդ մտածողությունը, չգիտեմ, երևի Էնյա, չգիտեմ ինչքանով կսիրի Էնյայի կատարումները, բայց իսկապես այդ մեդիտացիան կա իր ձայնի մեջ։ Գայանե, երբ գրում եք երգը, այդ ռոքային տրամադրությունը ներսի այդ ինչ փոթորկումների արդյունք է եւ ինչու եք ուզում, որ հենց այդ երանգը երգի մեջ լինի։ Ինչպես Վահան ասաց, ագրեսիվություն։ Դե ոչ այնքան ագրեսիվություն, ես ռոքի սիրահար եմ իրականում, փոփ ռոքի սիրահար, շատ ծանր ռոք, այդքան էլ չեմ սիրում, ու այս երգը ի սկզբանե գրելիս հենց այդպես էլ պատկերացնում էի, այսինքն այն դրայվը, որ ուզում էի տալ երգին, միայն այդ տարբերակով կարող էր ստացվել, ու երգը ընդհանրապես իմ ապրումների մասին էր, երբ ես ինչ որ կարևոր ասելիք եմ ունենում, անմիջապես ինձ հյուր է գալիս երգը, երաժշտությունը, բառերը, այդպես փորձել եմ իմ մտքերն արտահայտել։ Ահա, հիանալի է, Վահան, քեզ շատ լավ ճանաչելով, գիտեմ, որ աշխատել ես բավականին շատ արտիստների հետ եւ ամեն անգամ ամեն մի մոտեցումը երգին, հա, սա ոչ միայն արտիստի, ինչպես հասկացանք, ներքին, հա, զգացմունքներն են, հուզմունքներն են, նաեւ արդեն գործիքավորողը տալիս է իրենը։ Այս դեպքում պարզապես գործիքավորող չի, այլ երաժշտություն, երաժշտությունից հասկացող մարդ։ Այս աշխատանքին մոտենալը քեզ համար ինչ էր, ինչ տվեց քեզ այս ամենը, որ հետո արդեն ցանկություն եղավ շարունակելու։ Գիտեք, սա կարելի ասել առաջի դեպքն էր, որ ես ինքս առաջարկեցի գործիքավորել։ Իսկ շատ է լինում։ Առաջի դեպքներ։ Գայանեն այս առումով առաջինն էր, որ ես ինքս եմ քայլ կատարել իր երգը գործիքավորելու համար։ Եվ ինձ նաև դուր էր գալիս, չնայած ինչքան էլ որ մենք վիճում էինք, բայց դուր էր գալիս, որ ինքը ճիշտ խորհուրդներ էր տալիս, ճիշտ մեկնաբանություններ տալիս, ինչ է ուզում։ Այսինքն իր պատկերացումները շատ այսպես մոտ են գործիքավորողների պատկերացումներին եւ ճիշտ է դժվար էր շատ իրեն շատ այսպես չէին կարողանում իրար իր համար հաստատ դժվար էր։ Գիտես, այսպես ասեմ, երբ որ ավարտեցի, ոնց էի ուրախացել։ Իրականում ես շատ ուզում էի, որ ամեն բան ստացվեր իմ ուզածով, բայց Վահանը իհարկե հասկանում էր, որն է ավելի պրոֆեսիոնալ, որը ոչ։ Բարեբախտաբար Վահանը բավականին հասկացող ու շատ լավ է, երբ աշխատում ես հենց պրոֆեսիոնալի հետ, ինքը քեզ պրոֆեսիոնալ խորհուրդներ է տալիս, ասում է ինչը լավ կլինի, ինչը վատ կլինի, ու երբ մենք աշխատում ենք, ես սկսեցի փոքրինչ նախանձել Վահանի բարությանն ու համբերատարությանը, որովհետև ճիշտ է ասում, ինձ հետ աշխատելը այդքան էլ հեշտ չէր, համենայն դեպս գործիքները հատ ես ընտրել եմ, ասել եմ այստեղ այսպես եմ ուզում եմ այնտեղ այնպես ու ինքը սենց համբերատար առանց կռվելու, համբերատար։ Ման դուք հաստատ ուզում եք շարունակել համագործակցությունը։
Ես համոզված եմ, որ հաջորդ աշխատանքներն էլ շատ լավն են դինելու, որտեղ երկու տաղանդավոր մարդիկ են հավաքվել ու գեղեցիկ աշխատանքների շարունակություն է պետք։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջովանի Սափոր Սպիտակ Չորգինին, որպեսզի այս մի հաղթանակը նշեք ու հետո անցնենք առաջ հաջորդ հաղթանակների համար։ Շնորհակալ եմ։ Եվ քանի որ ստեղծագործ մարդիկ եք եւ էմոցիաներ եք նվիրում երաժշտության հետ մեկտեղ, ուզում եմ ձեզ նվիրել եւս էմոցիաներ մեր կողմից։ Խոսքը արև բացիկների մասին է, որոնց մեջ ներառված են հայտնի երգերից ու բանաստեղծություններից ֆրազներ, որոնք հատուկ հենց նախատեսված են միմյանց էմոցիաներ տալու համար։ Մեկը իհարկե Դուրյանի խոսքերով են՝ դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո, իմ երազը երազանքը քո, իսկ մյուսը Սայաթնովա, չկա քիզի նման, քիզ նման, դունիս աննման։ Վահան, քեզ նվիրեմ Սայաթնովան, որպեսզի դու Մենք հաճախ յուր կգանք այդ այսպես նվերներ։ Եվ իհարկե ձեզ հետ սիրով նվիրում եմ հենց Շատ այս շնորհակալ խոսքերը, եմ։ նվիրեք այս բացիկները ձեզ համար շատ կարևոր ու հարազատ մարդկանց էմոցիաների Դա հետ։ շատ խորհրդանշական նվեր է, որովհետև ես Դուրյանի խոսքերով երգ ունեմ գրված, ամբողջապես միայն իմ ձայնով գործիքավորած ու Դուրյանն ինձ համար շատ հարազատ հեղինակ է։ Բրավո, շնորհակալ ենք շատ դե։ Մեծ հաջողություններ ենք մաղթում եւ համագործակցությունը թող իսկապես Այո։ երկարատև Շատ լինի։ շնորհակալ եմ։ Առաջինն է դժվար, հետո ավելի հեշտ կլինի։ Այո։ Կարևորը հետոյի ցանկությունը կա արդեն։ Այո։ Եվ հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ իմ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր գործը։ Ահա, հավի կրծքամիսը տապակվել է, ինչպես հիշում եք, մենք բազմապիսի, ուրեմն համեմունքներ ավելացրեցինք եւ տապակեցինք սոյայի սոուսով։ Ահա, իմ կրակը արդեն, այսպես ասած, բոցկլտում է եւ մենք հասցրեցինք տապակել հավի կրծքամիսը։ Հիմա այստեղ ավելացնում ենք գունավոր պղպեղները, ինչպես հիշում եք, ասացի, որ պղպեղներ են անհրաժեշտ մեզ։ Ահա, այսպես։ Հիմնական, ասես, հիմնական մասը հենց բաղկացած է պղպեղներից, յուրահատուկ համը եւ գեղեցկությունը հենց պղպեղներն են ապահովելու այս պարագայում։ Եվ կթողնենք այսպես նորից այն կտապակվի հավի կրծքամսի հետ, այս բոլոր համեմունքները, նաև պղպեղները կներքաշեն իրենց մեջ, այնպես որ արդեն ասես դժվար փուլը անցանք, այսինքն աշխատատար փուլը անցանք։ Իրականում շատ հեշտ պատրաստվող է, ինքներդ էլ կարծում եմ նկատեցիք։ Ընդհանրապես պետք է կտրատել եւ տապակել ու ավելացնել այս բոլորը իրար միախառնել։ Ընդհանրապես այսքան բան։ Քիչ հետո իհարկե չեմ ուզում շատ շտապել, քիչ ավելի ուշ ես արդեն եռացրած ջուրը կլցնեմ ֆունչոզայի վրա, այն բնականաբար կփափկի եւ նաեւ իր ծավալը կմեծանա։ Հետո կջրքամենք եւ ապա կավելացնենք այս խառնուրդի մեջ։ Այն մի անգամ եւս միմյանց հետ միախառնվելով արդեն կստանա վերջնական եւ համը եւ տեսքը։ Ամենավերջում ձևավորման համար, ինչպես ես նշեցի, ահա կարող ենք հենց հիմա այդ գործողությունը կատարել։ Մեզ պետք է կանաչ հատվածները, կանաչ սոխի վերջում ավելացնելու համար։ Այսպես, ես մի մասը կկտրատեմ, ահա, այսքանը մեզ բավարար է, այս մյուս փունջը կթողնենք, որից է ուրիշ բանի հետ կօգտագործենք, ահա, հիմա բարակ շերտեր, իհարկե երկարավուն մի փոքր, որպեսզի շատ գեղեցիկ լինի նաև, այսպիսի երկարավուն շերտերով կտրատենք սոխը, նույնիսկ կարելի է թեքությամբ, ինչու ոչ, թեք կտրատել, որպեսզի անկյունները սուր լինեն։ Ողջույն սիրելի Ադրինե։ Ողջույն, գեղեցկուհիս։ Համարյա ամեն բան արել եմ, Սոն ջան։ Մեզ մնում է միայն համբերատար սպասել, երբ պղպեղներն էլ կմիախառնվեն հավի կրծքամսի հետ, հետո ավելի ուշ արդեն կփափկեցնենք, այո, կթրջենք ֆունչոզան ու վերջնական տեսքն ինձ թվում է շատ պարզ ու հասկանալի է եւ մինչալուց մատչելի, բաղադրատոմս է ու շատ համեղ, այո, օգտակար համեղ, երբեմն առավոտյան արթնանում ենք բոլորս, ասում ենք ինչ պատրաստենք այսօր։ Ես կարծում եմ կարելի է այսպիսի նաև փոփոխություններ տալ խոհանոց, որովհետև ես կարծում եմ մենք հայ կանայք մի փոքր քիչ ենք անդրադառնում նմանատիպ բաղադրատոմսերին, մենք արդեն սովոր ենք մեր ավանդական կերակուրները եւ օրվա, այսպես ասած, ուտելիքը մտածել թե ինչով հագեցնես ընտանիքի անդամներին։ Այսպիսի փոփոխություններ երբեմն պետք է խոհանոցում
եւ հագեցնող է, հավատացնում եմ սիրելիներս։ Կարելի է համարել այս նախուտեստի տարբերակ, կարելի է համարել տաք ուտեստ, կարելի է համարել աղցանի տարբերակ։ Էնպես որ յուրաքանչյուր դեպքում էլ կարելի է այս շատ համեղ ուտելիքը մատուցել եւ գոհ մնալ։ Իմիջիայլոց ասեմ, այս ուտեստը ինչպես տաք վիճակում կարող ենք ճաշակել, նաև սառը վիճակում ենք կարող ճաշակել։ Այո։ Ինձ թվում է խնդիր չէ, նույնիսկ եթե սառը վիճակում ենք այն ուտենք, շատ Էլի շատ հաճելի է, համեղ է։ այո, շատ Այո։ համեղ է։ Դու իրավացի ես սիրելի Ադրինե։ Եվ շատ գարնանային է այսպես գույները խոհանոցում այսօր։ Ինչ տրամադրություն է ստեղծում։ Ճիշտ ես, իմիջիայլոց կանաչ պղպեղել զանգ։ կանաչ պղպեղել կարելի էր այստեղ ավելացնել, զուտ չավելացրեցի նրա համար, որ կանաչ սոխը ավելի արտահայտիչ լինի։ Բայց ուզում եի հարցնել սոխը քո այսպես յուրահատկությունն է բաղադրատոմսին, որովհետև ես որ պատրաստում սոխ չես ավելացնում։ Այո, ես մտածեցի ամենավերջում մենք այն կանաչ գույնն էլ է այստեղ անհրաժեշտ, պղպեղի փոխարեն ավելացնենք կանաչ սոխը ձևավորման տեսքով։ Իհարկե, եթե ինչ-որ կլինի։ Այո, շատ եւ գեղեցիկ կլինի, եթե իհարկե սիրող կա սոխը կօգտվի, եթե մարդիկ կան որ չեն սիրում, օրինակ շատ հանգիստ կարող են ձերբազատվել սոխից, քանի որ խոշոր ձևով է կտրատված։ Այսա էլ պետք է նկատի ունենալ, բայց հիմնականում աշխատեցի տեսքի մասին էլ հոգ տանել, որպեսզի վերջում այո, կանաչը անպայման նաև կանաչը գերակշռի, ինչու ոչ։ Իհարկե վերջում նշել եմ, որ քունջութ ենք ավելացնելու ամենաօգտակար այսպես ասած բաղադրիչներից մեկը ընդհանրապես մեր սննդակարգում սա շատ կարևոր մթերք է, կարելի է շատ հաճախ օգտագործել, ինչպես դդմի կորիզը, ինչպես նուշը, ինչպես ընկույզը եւ ինչպես քունջութը, ինչպես ասեմ կտավ հատը, որը շատ կերակուրների մեջ կարևոր կարող է դառնալ մեր օրգանիզմի համար, ապահովում է եւ նյութափոխանակությունը եւ իմունային համակարգը եւ շատ օգտակար այո սրտանոթային համակարգի համար հատկապես աղիտ ռեղտային համակարգի մասին մի խոսքով էս բոլորը։ Այո, ամեն ինչ պարզ է այստեղ, հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք շատ կարևոր նախաձեռնության մասին։ Եվ այսպես, Ellis Care միջազգային մարդասիրական կազմակերպությունը հիմնադրել է հայ-ֆրանսահայ բժիշկ Էլիս Բողոսյանը։ Կազմակերպության առաքելությունն է բժշկական եւ հոգեբանական օգնություն տրամադրել հակամարտության գոտիներում ապրող բնակչությանը, հատկապես պատերազմից տուժածներին, բռնության, խոշտանգումների, սեռական ստրկության եւ մարդկային թրաֆիքինգի զոհերին։ Եվ ասենք, որ մայիսի 29-ին անցկացվել է բարեգործական ընթրիք, ինչի մասին է, ինչում է միտված, այս մասին արդեն խոսենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են Էլիս Բողոսյանը, Ellis Care կազմակերպության հիմնադիր նախագահ եւ Հայկ Մարգարյանը, միջազգային առևտրային պալատի Հայաստանյան կոմիտեի ներկայացուցիչ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ Տրամադրություն է։ որ ձեր մոտ ենք շատ լավ ենք։ Ես առաջարկում լարվածությունը հանենք, ես գիտեմ որ շատ լարված եք եւ անհանգիստ, որովհետեւ ամսի 29-ին շատ կարեւոր իրադարձություն կա։ Ամեն ինչ լավ է լինելու, համոզված եմ առավել եւս, որ կազմակերպում են մարդիկ, ովքեր շատ այսպես կարևոր առաքելությամբ են դառնում։ Խոսենք հենց այս առաքելության մասին, մայիսի 29-ի բարեգործական ընթրիքը, ինչին է միտված, ինչն է ամբողջ գաղափարը։ Մենք 10 տարի եւ երաշխանում ենք դարբեր երկիրների մեջ, Իրաք, Սուրիա, երեխեքի մոտ եւ ընտանիքները, որ դուն չունեն եւ բոլոր բոմբաներեն երեսեն հերու են իրենց տուներից եւ մենք մեր մասնակետը եւ մեր ուղղությունը ավելի շատ բժշկական եւ հոգեբան պրոժեներով է եւ Հայաստանում աշխատում ենք սահմանների վրա այն քյուրերը, որ հերու են հիվանդանոցներեն եւ այն քյուրերը դեղերը, որ երեխեքը մեծ թրոմաներ ունեն եւ ունենք նաեւ լորիում սպիտակ մի դեղ, որ երեխեքը օտիստիկ թրոմաներ են երեսեն շատ դժվարություններ ունեն ուսումնելու, գարտալու, մեմորիզացիոն անելու համար մենք մեր հոգեբաններով ունենք արտ-թերապի պրոգրամներ եւ ուզում ենք այսինքն եթե այս ընթրիկով կարողանանք գումար հավաքենք ուզենք որ ավելի շատ երեխեք ընդունենք մեր պրոգրամների մեջ եւ սահմանների մոտ մեր շարժական կլինիկաներով
ուզենք ավելի շատ քյուրերի մոտ երթանք եւ ավելի շատ հիվանդներ բուժենք։ Այդ է մեր օբյեկտիվը։ Ընթրիքին շատ անակնկալներ են լինելու, բայց ես ուզում եմ հասկանալ, ընթրիքը լինելու է 10 տարվա աշխատանքների ամփոփում նաև։ Չէ, միայն Հայաստանի վրա։ Բայց մենք ամեն տարի անում ենք Փարիզում, Մոնակո, Բրյուսել, այսպիսի կոնցերտ կամ գալաներ, ընթրիքներ, լոտերիներով, օկշններով մենք անում ենք ամեն տարի, բայց Հայաստանում առաջին անգամն է։ Մենք ունենք փոքրիկ տեսանյութ առաջարկում դիտենք, հետո արդեն վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը, խնդրեմ։ Ֆրանսիական շոու բիզնեսի հայազգի ամենավառ աստղերից մեկը Պատրիկ Ֆիորին մայիսի վերջին գալիս է Հայաստան։ Բարեգործական բացառիկ երեկոյի ընթացքում երգելու, աջակցելու հետ պատերազմյան սթրեսը հաղթահարող մեր հայրենակիցներին։ Պատրիկը Էլիս Քեյր բարեգործական կազմակերպության ամենահավատարիմ հովանավորներից մեկն է։ Էլիս Քեյրը ավելի քան 10 տարի է աշխարհի 6 երկրներում իր շարժական կլինիկաներում կազմակերպվող բժշկական հոգեբանական անվճար ծառայություններով օգնում է պատերազմ տեսած մարդկանց նորից ոտքի կանգնել ու առաջ շարժվել։ Հազարավոր մարդիկ իրենց կյանքի ամենաողբերգական շրջանը հաղթահարել են ֆրանսահայ մեր հայրենակից Էլիզ Բողոսյանի հիմնած կազմակերպության օգնությամբ։ Էլիս Քեյրը իր լավ բարեկամ Պատրիկ Ֆիորիի մասնակցությամբ առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է բարեգործական ընթրիք, որը տեղի կունենա մայիսի 29-ին, հինգշաբթի Երևանի Մարիոթ հյուրանոցում։ Տեղերը սահմանափակ են եւ գալա ընթրիքին ձեր մասնակցությամբ բարի գործի միանալու, նաեւ գեղեցիկ երեկո անցկացնելու համար պետք է նախապես ամրագրեք ձեր տեղը։ Երեկոյի համար բազմաթիվ անակնկալներ են պատրաստել կախարդական բույրերի աշխարհահռչակ հեղինակ Ֆրենսիս Քյուրուկջյանը, համաշխարհային աստղերի համար ամենաօրիգինալ ակնոցները ստեղծած Ալեն Միկլին, ուրիշ հայտնի ֆրանսահայեր ու հայաստանյան հեղինակավոր կազմակերպություններ։ Բարեգործական երեկոյին հրավիրված են նաև մեր լավ ընկերները Հայաստանի երաժշտական, թատերական, մարզական աշխարհից։ Ծովինարը եւ ես սպասում ենք ձեզ մայիսի 29-ի երեկոյան Մարիոթ հյուրանոցի Տիգրան մեծ սրահում։ Վաու։ Պիտիկակ Սիրով, իհարկե, շատ կարևոր գործ եք անում, ողջուներս Արտակին Հերիքյան, մեր շատ լավ ընկերոջ է, ես եթե այս ամենում իհարկե կամ պրոֆեսիոնալ մարդկանց մոտեցում, ես համոզված եմ, որ բավականին ճիշտ աշխատանք է արվում եւ խոսենք իհարկե հասկանանք ինչքանով են կարողանում աջակցել եւ այս ամենին տալ հնարավորություն իրականացման համար։ Ես իհարկե ասեմ, որ շնորհակալություն հրավերի համար Տիգին Էլիս Պողոսյանի գործը արելի շատ մեծ է, մենք կողքից որպես պարտներ ամենահզոր միջազգային բիզնես կազմակերպություն ICC միջազգային առևտրի պալատ, որը 45 միլիոն համաշխարհային անդամներ եւ բիզնես կազմակերպություններ ունի, ու հայաստանյան գրասենյակը 2.5 տարի առաջ բացվեց, նպատակով, որ ինչքան հնարավոր է շատ մեր հայ գործարարներին օգնենք միջազգայնացնենք իրենց գործերը եւ ներդրումներ գտնենք եւ պարտներներ դրսից ու ներկայացություններ միջազգային կառույցների Հայաստանում, որ լսեցինք Տիգին Էլիս Պողոսյանի նախաձեռնության մասին Հայաստանում, Էլիս Քեյրը իհարկե մեր համար շատ ոգեշնչվեցինք բոլորս ու որպես պարտներ կազմակերպություն աջակցում ենք ու քաջալերում ենք բոլորին, ով նույն մտածելակերպ ունի միանալ այս հրաշալի նախաձեռնությանը։ Հասկանանք նաև, որ ինչպես արդեն տեսանյութից իմացանք, հրավիրված են բավականին հայտնի մարդիկ եւ նաև Պատրիկ Ֆիորին է լինելու է այնտեղ, հա։ Եվ Պատրիկ Ֆիորին անմիջական կապ ունի հենց Էլիս Քեյրի հետ։ Մի փոքր էս մասին խոսենք։ Մենք լավ բարեկամ ենք, ինքը միշտ երբ որ օրինակ անցյալ տարի Մոնակո եկավ ինձ համար եկեղեցի մեջ մեծ կոնցերտ արեցինք հայկական Սադիգը նոր դարվա ժաման Սուրբսունցին եկավ եւ 2 ամիս առաջ Փարիզում Օլիմպիան, չգիտեմ, ամենամեծ կոնցերտի հոլ City Hall-ի դասատ երկիչ եկավ եւ ինքը մեր մոտ էր եւ հիմա երբ որ ես իրեն ասեցի որ շատ կուզեմ Հայաստան ավելի շատ աշխատենք, որովհետեւ գիտեք Ֆրանսիայում երբ որ լուրերը բանակ գազանգա Ուկրաինան գա, դարբեր երբեք Հայաստանին համար ոչ մեկ
դեղ չի գա այսինքն լուրերի մեջ ես իրեն ասեցի շատ կուզեմ որ մեր կորձը չի գնա որովհետև շատ դժվար է ֆոնդրեյզինգը Ֆրանսա անել փորձենք կոնեմ ճանաչել մեր ակտիվիտեն Հայաստանում եւ ինքը անմիջապես այո սավ եւ Համաձայնվեց ամենից Քանի որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է եւ շատ մարդկանց է օգնում, բարեբախտաբար Արցախը եւս անմասն չի մնացել այս նախաձեռնությունից ժամանակին եւ ես գիտեմ, որ եղել եք այնտեղ դասընթացներ եք անցկացրել, քանի որ դուք մասնագիտությամբ բժիշկ եք եւ կուզեմ մի փոքր այդ ժամանակահատվածի մասին եւս պատմեք Արցախյան օրերի մասին։ շատ վատ օրեր էին, որովհետև շատ Ֆրանսիայից շատ բժիշկ եկան, Ամերիկայից այլ եկան շատ ես միշտ հոն էի, մենք մի քանի ամբյուլանս տարենք, որ հիվանդները դուրս հանեն այրածքները եւ շատ տեղեր բժիշկներ եկան եւ միասին խումբով էինք, բայց ամենավատ զգացումը այն է, որ էլ չեն կրնար հոներ տալ, նույնիսկ իմ երեխեքս երբեք չեն տեսնելու այդ տեղը, բայց երբեք չասենք։ Դա երբեք չասենք, հա, իրավունք։ Այսինքն վատ օրեր էին եւ հիմա որ տեսնենք ընտանիքները եւ երեխեքը ինչ թրոմաներ ունեցան, մենք այդ թրոմաները բուժելու մի քիչ վարժված ենք, մենք իրակում շատ էինք այդ գիտեք նույնիսկ այդ տղաները որ իսլամիստները կհանեին ընտանիքներեն եւ կդանեին Սուրիա, որ դարձնեն իսլամիստ զինվորներ, 10 տարեկան բզդիկները տնում էին բանտ, դրոգ ուդային, ջաշ չէին դար, գծեին, մութ առանց լույսի սենյակների մեջ, ասանք 3-4 ամսվա մեջ այդ երեխեքը դարձան գոստ եւ բան ֆիլինգ ունեին, բան ոչ ինչպես սկացում գիտեք այդ դրոգերով կապտագոն է անունը այդ դրոգերով բոլոր ծեր սկացումները գվերջանան անքուն այդ բզիկները անգեչը շատ թյուրին է իրենց ցերկը մեկ զենք տալ եւ իրենց զինվոր դարձնել եւ աղջիկների հետ ալ շատ աշխատեցանք 3500 աղջիկներ որ կացին իսլամիստներով դժվարությամբ ամուսնացան եւ հղի բզիկներ ունեցան այդ պրոջեն հոգեբաններով մենք շատ արեցինք, ադորամար թրոմաները մենք անշուշտ հոս թրոմաները նույնը չէ, բայց նորեն թրամա է եւ մեկ երեխեքի համար որ այդ դուն չունի այսինքն իր պասեն պաստը այսինքն անցածներով ապրել իր կյանքը շինելու համար եթե չբուժեք այդ բզդիկները չեն գնար աշխատել ուսումնին նորմալն եւ շատ կարեւոր է եւ եթե այդ թրոմաները չբուժեք անգեչը բոլոր կյանքը կմնա կպագվի ցեզի եւ չեք կրնար նույնիսկ կրեատիվիտե ունենալ հույս ունենալ ձեր կյանքը շինել ադորամար շատ կարեւոր է եւ եթե ընտրիկ հանցնի այնպես ինչպես նախատեսված է երբանից կսկսվեն արդեն աշխատանքները հենց այն կարեւոր գաղափարի հանուն որի արվում է այս բարեգործական Անմիջապես մենք պրոժեները ունենք միայն դեղերգան որ քիչ են դեղերգան որ ուզում ենք շատացնել դեղերգան որ մեր բժիշկները միայն half time են դեղերգան որ հոգեբանները քիչ են եթե կարողանանք մի քիչ ավելի անել շատ կարեւոր կլինի Եվ եւս մի շատ կարևոր կետ այն մարդիկ ովքեր իհարկե ներկա գտնվեն ընթրիքին եւ կտան իրենց հա ներդրումը կունենան համոզված եմ որ այդ մարդիկ հետոն էլ արդեն կիմանան թե ամեն ինչ ինչպես արվեց ինչպես վիդեո պատրաստեցինք որ բոլոր տեսնեն ինչ պրոժեների բզիկների ընտանիքների եւ սահմանների վրա պրոժեները ինչ են որ մարդիկ տեսնեն եւ գիտնան մեր գործը Շատ կարևոր առաքելություն եք նախաձեռնել եւ տա Աստված ամեն ինչ լինի լավ, հաջող համոզված եմ որ այդպես էլ կլինի, որովհետեւ հավաքվել են պրոֆեսիոնալ մարդիկ, իրենց գործի նվիրալներ, ովքեր պատրաստ են եւս մի բարի բան անելու։ Սա շատ կարևոր է։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Ինչպես նշեցիք, անակնկալները ընթրիքին շատ են լինելու։ Ես վստահ եմ շատ հետաքրքիր է նաեւ անցնելու, բացի նրանից, որ բարի գործի համար եք հավաքվում, նաեւ երեկոն խոստանում է շատ հետաքրքիր լինել։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի սափոր սպիտակ գինին, որպեսզի հենց այս եւս մեկ հաղթանակ
նշվի հենց այս տրամադրությամբ եւ այս գինով, համոզված եմ հենց այդպես էլ կլինի, սա ձեզ, որպեսզի տրամադրությունը լինի կարևոր է այսպես բարի եւ ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ, հա, զգացողություններ բարի, որոնք համոզված են, որ միմյանց տալով կարողանում ենք աշխարհն էլ ավելի գեղեցիկ ու բարի դարձնել։ Պոստքարտեր են, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ հայտնի բանաստեղծություններից եւ երգերից ֆրազներ են, որոնք պարզապես զգացողություններ նվիրելու համար են։ Առաջինը Արամոյի եւ Էմայի երգից է «Կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ», որ չնայեմ տխուր ամպին, որ մազերը շողերի պես փռես իմ ճամփին, իսկ երկրորդը էլի Ավետ Բարսեղյանի խոսքերն են՝ «Տիեզերքը զգում են երկուսով»։ Սա իհարկե ձեզ խնդրեմ, որպեսզի այս էմոցիաները նվիրեք ձեզ համար հարազատ ու կարևոր մարդկանց։ Մերսի շատ։ Մեծ հաջողություններ ենք մաղթում Մերսի, ձեզ սպասում եմ։ Սիրով։ Անպայման։ Սիրով, շնորհակալ ենք եւ Կլինիկ աճատավ դադարի մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, այո, շարունակում ենք առաջին ծրագիրը եւ ժամանակն է որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին, եւ քանի որ ամռանը ոչինչ չի մնացել, արդեն հաշված օրեր եւ ամառը, պետք է պատրաստվել, կազմվածքը կարգի բերել եւ իհարկե մշտապես մարզվել, որովհետեւ դա շատ օգտակար է։ Այո, փորձենք իհարկե հետևել մեր կազմվածքին, առողջության, իսկ այս առումով մեզ օգնում են Hill սպորտային համալիրում, այնտեղ պրոֆեսիոնալ մարզիչները միշտ պատրաստ են մեզ համար առանձնացնել այն մարզաձևերը, որը հատուկ հենց ինդիվիդուալ են մեր կազմվածքի համար։ Հետևենք տնանց խորհուրդներին եւ մարզումներին։ Բարև ձեզ, ես Արտուր եմ Նաջարյան, Անինա Բադալյան, հիմա անում ենք ձգումներ, գնացինք անջան, ոտք առաջ, մի քիչ բացում ենք ստեղ, լավ է, մարմնով ձգվեցիր առաջ, 5 վայրկյան, լավ, արտաշնչում ենք, ուղղեցինք, ոտքը բռնեցինք, լավ, թողեցինք, այս սրա ժամանակ առաջնային մկան ենք թուլացնում, շատ լավ թողեցինք, հիմա ծնկների վրա իրարից հեռու ենք դնում, շատ լավ արտաշնչելով գնացինք հետ։ Թուլ, արտաշնչեցիր, հիմա կատարում ենք վարժություն գոտկային հատվածը թուլացնելու համար։ Պարկեցիր անջ, ոտքը վերև, հայացքը են կողմ, փոխվեց անմիջապես ոտքի դիրքը, նորից հայացքը փոխվեց, դեպի այսքան, ուղղեցինք, կրկնեցինք, ապրեց, աշխատացնում ենք որովայնի խորանից մկանները։ Գնացինք, լավ ձգվում ես, պես ձեռքերը։ Այո, մարզվենք եւ լինենք առողջ, իդեպ Hill սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզումներ կա, այնպես որ անպայման այցելեք եւ գտեք ձեզ համար ամենահարմարավետը, ամենահաճելին եւ ամենաօգտակարը։ Դեպ չմոռանանք, որ շատ շուտով նաեւ կբացվի ամառային լողավազանը եւ վերջ հրաշալի կլինի։ Եվ կյանքը կփայլի
իր ամբողջ գույներով։ Դե իսկ հիմա տեղափոխվենք խոհանոց, որովհետև կյանքը մեզ համար միշտ է փայլում, մենք առավոտյան նախաճաշ ունենք, բաղադրատոմս ունենք եւ այդ բաղադրատոմսի պատրաստման հետքերով հենց հիմա տեղափոխվենք խոհանոց։ Ադրինե, Շնորհակալ եմ Սոնա ջան, դու իրաված ես կյանքը իր փայլով, իսկ ուտեստը իր գույներով։ Հրաշալի գունեղ մենք այսօր ուտեստ ենք պատրաստում ենք ֆունչոզա, ես եւս մեկ անգամ կկրկնեմ, թե ինչեր ենք օգտագործել, մենք այստեղ օգտագործել ենք հավի կրծքամիս, գունավոր պղպեղներ, լիքը համեմունք, սոյայի սոուս եւ ահա այստեղ արդեն ֆունչոզան թրջել եմ, մեզ պետք է ընդամենը այն ջրից հանել եւ լցնել այս հրաշալի մթերքների բաղադրիչների վրա։ Ահա, սիրելիներս, կամ քամիչով ջրքամեք, կամ հենց այսպես, պարզապես ինչպես ես եմ անում, այսպես տեղափոխենք մեր ուրեմն մյուս մթերքների վրա։ Իսկ ես նշեմ, որ հենց Ադրինեն պատրաստի, մենք միանշանակ ճաշակելու ենք համեղությունը, ես կավելացնեմ այստեղ թթու, Ադրինե, այո, որը կարծում եմ էլ ավելի գեղեցիկ ու հետաքրքիր լուծում կտա այս ամեն ինչի, իսկ այս ամենը մեզ ներկայացնում է Ջևանի գինու գործարանը, ներկայացնելով պահածոների լայն տեսականին, կոմպոտների տեսականին եւ գինիների, որոնք հասանելի են բոլորին եւ օրվա յուրաքանչյուր պահի, այնպես որ ավելի համեղ սնվելու համար միշտ լրացրեք ձեր ուտեստները այս համեղ պահածոներով։ Համամիտ եմ քեզ հետ, շատ լայն տեսականի է, կարող եք յուրաքանչյուրդ գտնել ձեր սիրելի տարբերակը։ Ահա այսպես։ Նախաճաշի տարբերակներն էլ Ադրինեն միշտ առաջարկում հենց առավոտյան տանից դուրս գալուց առաջ նախաճաշել, կաթնամթերքը շատ փող լինի նախաճաշի մեջ, իսկ կաթնամթերքը սյունած լեռներից էլոլան է ներկայացնում պանիրների, կաթնամթերքի լայն տեսականի, որոնք առավոտյան հաստատ պետք են, որպեսզի մեր իմունիտետը ել ավելի ամուր ու բարձր լինի։ Այս ամենը հարցնում ենք ոչ միայն հայկական խանութներում այստեղ Հայաստանում, նաև իհարկե Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները նույնպես ունեն հնարավորություն ճաշակելու այս ամենը եւ վայելելու սյունյաց լեռների համն ու հոտը։ Հիմա տեսնենք Ադրինեն ինչ կարևոր գործարքի մեջ է մտել։ Շատ կարևոր, որովհետեւ այսպես փորձում եմ խառնել, որպեսզի բոլորը իրար հետ այսպես միածանոթանան, շփվեն միմյանց հետ։ Այո, միախառնվեն, ընկերանան եւ որպեսզի մենք վերջում շատ գեղեցիկ եւ համեղ ճաշակենք այս համեղությունը, իսկապես շատ համեղ ուտեստ է։ Ու ես արդեն չեմ համբերում երբեք ճաշակելու։ Ադրինե, ես իմացա, որ դու վերջերս նաև ունեցել ես բավականին հետաքրքիր այցելություն, որովհետև դու լինելով պրոֆեսիոնալ խոհարար այս դաշտում, բնականաբար միշտ նախընտրում ես հարմարավետությունը, հենց քո ձեռքի տակ խոհանոցում բոլոր պարագաների հարմարավետությունը եւ որոշեցիր, ես ինչքանով տեղյակ եմ, քո խոհանոցի համար արդեն ավելի հարմարավետ դարձնել։ Դու իրավացի ես, Սուրեն ջան, ես այցելեցի բրազիլական բրենդի Տրամոնտինա խանութ սրա, այսպես ինձ փորձեցի երես տալ, այսպես ասած, գնալ եւ գնումներ կատարել հենց ինձ համար անձնական, ինչ որ գեղեցիկ ափսե, սպաս կամ ինչ որ մի օգտակար իր, որը ինձ խոհանոցում շատ պետք կգա եւ միայն հաճույք ստացա ու հերոստատողի հետ միասին երևի թե գնանք շրջենք, այո, ես փորձեցի նաեւ կիսվել հերոստատողի հետ, որոշակի բաների հետ ծանոթացնել նաեւ հերոստատողին, որպեսզի նրանք էլ այս առիթից օգտվեն։ Դե, հիմա գնանք քո հետքերով այս ֆայլը եւ տեսնենք ինչ ես նախընտրում դու խոհանոցում։ Բարի լույս իմ սիրելի, իմ թանկագին հեռուստատող, չեք հավատա, բայց ես այսօր ժամանակ եմ գտել եւ այցելել եմ բրազիլական ֆիրմայի Տրամոնտինա խանութ սրա։ Ինչու? Որովհետեւ գնումներ ունեմ կատարելու։ Այսօր ուզում եմ ինձ համար անձնական օգտագործման համար իրեր գնել, բայց չմոռանանք նաեւ տաղավարի համար էլ ինչ որ բաներ գտնել։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր խանութ սրահում։ Նմանապես, ես եկել եմ գնումներ կատարելու, ուզում եմ մի քանի գեղեցիկ սպասք ընտրել եւ իհարկե շրջել, տեսնել, թե ինչ նորություններ ունեք։ Համեցեք։ Մարիա ջան, ես ուզում եմ մանրակրկտորեն նայել, թե ինչ կա խանութում, հետո ինչ-որ բան ընտրել, բայց աչքս ընկնում է մանկական սպասքի վրա, այն շատ գեղեցիկ է, գունեղ եւ այսպես գրավիչ, ուզում եմ հասկանալ ինչ կա այստեղ։
Ժողովուրդ ջան, մի հատ էստեղ նայեք։ Սա մեր մանկական սերիան է, որը կարելի է կիրառել միկրոալիքային վառարանում, մարը չի հավաքում եւ կարող է լվանալ սպասք լվացող մեքենայում։ Երեխաներին անպայման նվերներ գնեք, այսպիսի լավ նվերներ։ Ես կարծում եմ նրանց ծննդյան օրվա առիթով սրանք շատ լավ նվերներ են։ Մեկ-մեկ չգիտենք ինչ գնել, շորիկներ, կոշիկներ, բայց սա ամենալավն է, որպեսզի նրանք համեղ սնվեն, սիրելիներս, անպայման այսպիսի գնումներ կատարեք եւ տրամոնտինան վստահ եմ, լավագույնն է ձեզ առաջարկում, որովհետեւ այն էկոլոգիապես շատ մաքուր է։ Ունենք այսպիսի տարբերակ եւս։ Մարիա ջան, ես տեսնում եմ, այստեղ դուք եթե ճիշտ եմ գուշակում, ռեստորանների համար նախատեսված սպասք ունեք։ Այո, դուք ճիշտ գուշակեցիք, սա մեր հյուրանոցային եւ ռեստորանային պարագաներն են, որոնք պատրաստված են չժանգոտվող պողպատից եւ կիրառելի են սպասք լվացող մեքենայում։ Գեղեցկություն, ժողովուրդ, չեմ պատկերացնում, չնայած մենք տանն էլ կարող ենք սա ունենալ եւ օգտագործել, բայց այնուամենայնիվ պրոֆեսիոնալ մասնագետների համար այստեղ լայն տեսականի կա եւ կարող են շատ հանգիստ բոլորը գան, հաճախեն տրամոնտինա եւ ձեռք բերեն իրենց համար անհրաժեշտ սպասքը։ Գեղեցկություն, պարզապես ես չեմ կարող նկարագրել, որքան անձեռոցիկների համար նախատեսված այս հրաշք հարմարավետ դետալները, որը կարող եք հենց այստեղից ձեռք բերել, սիրելիներս։ Դրանք մեր պրոֆեսիոնալ դանակներն են, ինչպես տեսնում եք, սա Hollywood սերիան, իմ ամենասիրելի սերիան, այնպիսի փայտից է պատրաստված, որ չի փչանա, եթե լվանակ անգամ սպասք լվացող մեքենայում, չժանգոտվող պողպատից է եւ շատ հարմարավետ։ Ժողովուրդ ջան, այստեղ դանակների լայն տեսականի կա։ Այդքան որ ասում եմ, խանութում պետք է ունենալ սուր դանակ, այ հենց դրա մասին է խոսքը։ Շատ պրոֆեսիոնալ դանակներ, մասնագետները, շեֆ-խոհարարները եւս կարող են այս մեծ լայն տեսականուց օգտվել, բայց մեզ էլ տնային տնտեսուհիներիս էլ չի խանգարի մի երկու լավ դանակ ձեռքի տակ ունենալ։ Այստեղ շատ տարբեր տեսականի կա։ Ինչի համար ուզում եք, պանրի համար նախատեսված, լոլիկի համար նախատեսված, հացի համար նախատեսված, այնպես որ ընտրությունը շատ մեծ է, կարող եք գաք, ընտրեք եւ վայելեք։ Ժողովուրդ ջան, թավաներ, ահա տեսեք, Մարիա ջան, այս ինչ հրաշք թավաներ են։ Ես աչքս դառնեց այս կարմիրին։ Այո, շատ ճիշտ ընտրություն եք կատարել։ Իրականում սա կանանց ամենասիրելի սերիան է, քանի որ այն առանձնանում է իր գույնով։ Այն ունի չկպչող մակերևույթ եւ միկրոբ չի հավաքում։ Ժողովուրդ, կարմիր թավա, սա երջանկություն է։ Կանանց հենց այսպիսի գույներ են պետք, որ խոհանոցում հաղթող դուրս գան։ Ավատացնում եմ, շատ գեղեցիկ է, ինքան թեթև է, չեք պատկերացնում։ Ես կարծում եմ ամենալավ ընտրություններից մեկը կարող է լինել հենց այս կարմիր թավան, բայց ես երևի թե մեկը կվերցնեմ։ Այ ասում էի, տան համար գնումներ եմ ուզում կատարել եւ սա ես հաստատ կվերցնեմ ինձ համար։ Ժողովուրդ ջան, շատ գեղեցիկ սպաս կա, այնքան նրբաճաշակ է, չեք պատկերացնում։ Իմիջիայլոց ես որոշել եմ մի քանի կտոր գեղեցիկ սպասք վերցնել ինձ համար, անձնական օգտագործման համար եւ աչքս դառնել է հենց այս կապույտին։ Ես մեծ սիրով կվերցնեմ հենց այս սպասքը, որպեսզի իմ տանը, իմ հյուրերին հյուրասիրեմ հենց այս գեղեցիկ սպասքով։ Ժողովուրդ ջան, ուզում եմ եւս մեկ բան էլ ավելացնել, ասեմ, որ այս ներժից պատրաստված ամանները, որոնք նախատեսված են
պրոֆեսիոնալ խոհարարների համար, այսինքն պրոֆեսիոնալ ռեստորանային խոհանոցների համար։ Այստեղ լայն տեսականի կա տարբեր մթերքների համար նախատեսված այսպիսի սպասք ներժից, որը շատ կարևոր է պրոֆեսիոնալ մասնագետների համար։ Այնպես որ հարգելի շեֆ խոհարարներ, կարող եք այցելել բրազիլական ֆիրմայի Տրամոնտինա խանութ սրահ եւ ձեռք բերել այս լավ ընտիր սպասք։ Որպես հավատարիմ հաճախորդ, մեր ընկերությունը ձեզ մի փոքր նվեր է արել։ Շնորհակալ եմ Մարիա ջան, ժողովուրդ, զգացված եմ։ Անչափ շնորհակալություն ձեզ եւ ձեր խանութ սրահին։ Ժողովուրդ ջան, խոսքեր չկան։ Այսպիսի հաճույք կարող եք նաև դուք ստանալ։ Ես շատ շնորհակալ եմ մեր հարգելի մարդկանց, որ այսպիսի ճոխ նվերներ եւ հաճելի գնումներ կարողացա կատարել Տրամոնտինա բրազիլական խանութ սրահից։ Դուք էլ հաստատ ինչ-որ մի լավ բան այստեղից կգտնեք, այնպես որ այցելեք եւ վայելեք։ Այո, բավական հետաքրքիր էր այցը։ Եվ իհարկե շատ հետաքրքիր։ Շատ հետաքրքիր։ Եվ շատ արդյունավետ եւ իհարկե այն ջեր վերաբերմունքը, այն սիրալիր մոտեցումը, որը ցուցաբերեցին խանութում մեր հարգելի ուրեմն մարդիկ, մեզ արդեն ընկերներ դարձած մարդիկ, մենք եւս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն հայտնել, հատկապես ես այս հարմարավետ գեղեցիկ ամեն ինչի համար։ Եվ շատ համով է։ Այո, եւ ոնց կարող է այս հարմարավետ ուրեմն թավաների մեջ համեղ չստացվել։ Ադրինե, դու հրաշք ես, դու Ուտելիքը։ հրաշքարի ես պատրաստում, ինչ ենք անում։ Վերջացնում ենք արդեն։ Այո, արդեն ավարտին ենք մոտեցել, մեր ուտեստը պատրաստ է, հեռուստադիտողը կարծեմ, որ ամեն բան հասկացավ եւ պարզ է, շատ որովհետեւ հասանելի եւ հասարակ պատրաստման եղանակ է, այնպես որ եթե կլինեն հարցեր, գրեք ես անպայման կպատասխանեմ, եթե ոչ հաստատ փորձեք։ Այո, փորձեք, քիչ հետո արդեն Ադրինեն կմատուցի, այս բան կարճ դարձար ու հետո վերադառնանք ամփոփենք ծրագիրը։ Մնացեք մեզ հետ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ավարտել եմ մեր բաղադրատոմսի պատրաստումը։ Ամեն բան պատրաստ է, մեզ մնում է միայն մատուցել։ Այս համեղ ուտեստը լցնենք մատուցման ամանի մեջ եւ վրան ավելացնենք այն ինչը որ նախատեսել ենք։ Այ հենց այսպես էլ կլցնեմ, սիրելիներս։ Այսպես։ Այնպիսի հաճելի բույր ունի, ասելու չէ, սիրելիներս։ Շատ գեղեցիկ է ստացվել, ահա փորձեմ իհարկե նաև կարգի բերել տարածքը, այսպես վրան ավելացնենք կանաչը, այն կանաչը ինչի մասին այսքան խոսեցինք, որը շատ անհրաժեշտ է, արդեն գարուն է, գույներ, իհարկե դեպի ամառ, սա նաև ամռան կանաչի մասին է խոսում, ահա այսպես, եւ քունջութի մասին չմոռանանք, անպայման քունջութ ավելացնենք, որպեսզի ավելի օգտակար դառնա մեր օրվա սնունդը։ Սիրելիներս, ձեզ հետևեք, ձեր առողջությանը հետևեք, ձեզ լավ նայեք, փորձեք ունենալ բարձր տրամադրություն, անկախ ամեն ինչից։ Մեկ-մեկ հետևելով իմ օրինակին, փորձեք ինքներդ ձեզ այսպես նվերներ գնել, ինչու ոչ, դա էլ է շատ հաճելի։ Եվ իհարկե դա էլ ապահովում է բարձր տրամադրություն։ Մի խոսքով իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Լավ եղեք, կհանդիպենք։
Շնորհակալություն Ադրինե, մենք էլ քեզ ենք շատ սիրում եւ անամբեր սպասում ենք հիմա կավարտվի ծրագիրը եւ կփորձենք այն համեղությունը, ինչը պատրաստել ես։ Իհարկե համեմելով այս ամենը նաեւ համեղ կոմպոտներով, որն առաջարկում է Իջևանի գինու գործարանը։ Կոմպոտներ, պահածոներ եւ իհարկե բրիզ ռոզե փրփրուն գինին, որը հաստատ համոզված եմ հիանալի համադրություն է երեկոյան ընկերների հավաքույթի ժամանակ։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաեւ անարատկաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Մայիսի 23-ին արդեն վերջին զանգի հնչյունները ել ավելի բարձր կհնչեն, իսկ մայիսի 23-ին պետք է նվիրել մեր շրջանավարտներին էմոցիաները, որտեղ այդ օրը դա շատ կարևոր է իրենց համար։ Բնականաբար վերջին զանգի թեմայով էլ արև բացիկները ունեն գեղեցիկ բացիկներ, որտեղ ներառված է Թաթա Սիմոնյանի երգը Վերջին զանգ, մեջտեղի հատվածում ձեր իսկ բարեմաղթանքը գրելու հնարավորություն, իսկ վերջում QR կոդ, որին պարզապես հեռախոսը մոտեցնելով կհնչի հենց երգը։ Բացիկները հարցրեք Կայզեր սուպերմարկետում, քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում եւ իհարկե լավագույն գրախանութներում։ Այնպես որ նաեւ կարող է գրել Արև Քարց Instagram-ի էջում։ Դե իսկ շրջանավարտները եւ բոլոր այն մարդիկ, ովքեր կարևոր առիթի են պատրաստվում, կարող են իրենց դիմահարդարումը եւ վարսահարդարումը վստահել բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Իրենք իդեալական աշխատանքի միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master Right Barbershop-ն էլ միշտ պատրաստ է ընդունել բոլորին։ Հասցեն Նալբանդյան 37, այնտեղ պրոֆեսիոնալ բարբերները պատրաստ են ձեզ տալ արագ գեղեցիկի պատկերը։ Ոչային ու տարբերվող էլ կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ձեր գարուն համար ամբողջ գեղեցիկ լուքերը հենց Դաֆնիում, այնտեղ գործում են նաեւ մեծ սեղճեր։ Դե ինչ այսօր երկուշաբթի աշխատանքային շաբաթը սկսվեց իհարկե առաջին ծրագրի հետ միասին, այսպես էլ միասին քայլ առ քայլ կգնանք առաջ, ուրբաթն էլ միասին կավարտենք եւ իհարկե այսպես յուրաքանչյուր աշխատանքային առավոտ կդարձնենք ավելի արևոտ։ Չմոռանանք, որ տաղավարում սիրով միշտ ամեն առավոտ ձեզ համար աշխատում են Սուրենը, Սոնան, Ադրինեն եւ մեր մեծ ու հրաշալի թիմը։ Կհանդիպենք վաղը առավոտյան նույն ժամին եւ նույն տեղում եւ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր մեծ սիրով։